Մենք դուրս եկանք ես եւ Մարտիրոսյան Լուսինեն, Արմեն Մելքոնյանը հիմա կհանդիպի Դավիթին։ Մեզ հենց նոր տեղեկացրեցին, որ ծնողները եւ երեխաները գլխավոր դատախազության մոտ, չգիտեմ անգամ թե ովքեր են կազմակերպել, ինչ են արել, գլխավոր դատախազության մոտ ակցիա են ուզում իրականացնել եւ հիմա հավաքում են այնտեղ։ Դրա համար մենք դուրս եկանք, որպեսզի գնանք այնտեղ միանանք, արդեն մտավախություն ունեմ, հանկարծ նրանց հետ էլ մի բան չպատահի։ Չէ, բայց Մելքոնյան Արմենը հիմա կտեսնի։ Մյուս պաշտպանը ոչ, մայրիկին ոչ թե թողել են, որպեսզի Դավիթին տեսնի, մայրիկը հիմա կարծում եմ չի կարողանա տեսնել, չգիտեմ, չէ, չի կարողանա, որտեղ դատարանը դա էլ է սահմանափակել։ Մայրիկը ընդամենը բժիշկներին ներկայացնում էր, թե ինչ խնդիրներ ունի Դավիթը եւ վատանալու ընթացքում ինչ պետքա, օգնությունը ինչպիսին պետքա լինի, ինչից ունի այդ ալերգիան եւ այլն, այսինքն դրա հետ կապված, ընդ որում ասեմ, իրենք էսենց տարակուսած նայում էին, ասում էին, «Այսքան պրոբլեմ»։ Դա է։ Մենք վազում ենք գլխավոր դատախազություն։ Դեղերը փոխանցել են, թե Դեղերը հիմա կփոխանցեին, թույլ կտային, որտեղ բժիշկ, բուժանձնակազմ եւ այլն բոլորը այստեղ են։ Ճիշտ հասկացանք, համադասարանցիներին նրանց։ Կարծում եմ համադասարանց, ես չգիտեմ, Դավիթի ընկերական շրջապատը եւ ծնողներ, ինձ այդպես ասեցին։ Մտավախություն ունեք, որ գուցե իրենց էլ բերման ենթարկեն։ Ամեն ինչից արդեն մտավախություն ունեմ, ամեն ինչից։ Այո, ես գնում եմ այնտեղ։ Հաջողություն։ Ստես։